չեմ հասկանում ինչի համար է այս հարձակումները եկեղեցու վրա, իսկապես չեմ հասկանում։ Ոչ խանգարում է եկեղեցին երիտասարդական քաղաքականության, ոչ խանգարել է եկեղեցին աղքատության շեմի իջեցման կամ հանցագործությունների բացահայտման, չի խանգարում։ Դրա համար ես ռացիոնալ բացատրություն չունեմ։ Իմ տպավորությամբ էլի պետք է մտնեմ ինքնագիտակցության ինչ-որ հոգեբանական բարդությունների մեջ։ Երբ որ ինքը սկսեց եկեղեցական տոների ժամանակ սամոսներ կարդալ, ես արդեն սպասում եի, որ այս այրթը գալու է վեապարին եւ սրբազաններին։ Արդեն սպասում եի, որովհետեւ ինքը փորձում է իրեն վերջերս ռեժիսոր էլա, չէ՞ դառել, sense ինչ որ ներկայացում է գնում, սա ճիշտ չէ կանամ, սա էս չէ կանամ, սա sense չէ նկարում, դեկորացիան էս չի, մեկը ինչ է։ Այդ մարդը այդ խնդրեմը ունի։ Ռացիոնալ բացատրություն չկա։ Եկեղեցու վրա հարձակումը հաստատ Նիկոլ Փաշինյանին կամ ԿՊ-ին վարկանիշ չի բերում։ Սրբազանների բանտում պահելը հաստատ վարկանիշ չի բերում։ Բայց ինքը ուզում է, որ վեապարի տեղը լինի մեկը, որը ենթարկվի պետությանը, չէ՞ իր բառացիորեն ցիտում եմ, եթե չեմ սխալվում, նման կարգի հայտարարություն ինքն արել։